Երբ աշխույժ երեխան հանկարծ տարօրինակ կերպով լռում է, ծնողները հասկանում են, որ ինչ որ բան այն չէ։ Կանչում են երեխային ու փորձում պարզել, ինչ կպատմի երեխան։ Արդյոք պատմությունը կսկսի իր արած այն սխալով, ինչի համար կարող են բարկանալ ծնողները։ Բնականաբար ոչ, նա կպատմի բուն թեմայից շեղող մեկ այլ պատմություն։ Օրինակ, խաղալիքը քանդեցի ու կարողացա հավաքել, կամ ցույց կտա, թե ինչպես է երկու լեգոից մեկը ստացել, ավելի մեծ, ավելի շքեղ։ Նա ամեն բան կպատմի, բացի նրանից, որ կոտրել է թանկարժեք մի բան։ Եթե ծնողը սթափ չլինի եւ շարունակի հավատալ երեխայի շեղող պատմություններին, այդ կոտրվածի մասին այդպես էլ չեն իմանա, իսկ մինչև իմանան արդեն ուշ է։ Երբ փորձառու հանցագործին դեռ չեն հայտնաբերել, նա աճ ու ձախ չի պատմում իր գործած սպանությունների կամ այլ հանցանքների մասին։ Ընդհակառակը, նա նույնպես աշխատում է շեղել մարդկանց այլ լուրերով, ցույց տալ, որ այսօր սովորական երեքշաբթի է։ Աղմկահարույց եւ վտանգավոր թեմա ավարտին հասցնելու համար ամենափորձված միջոցը մարդկանց ուշադրությունը այլ թեմայով շեղելն է, որը երեխաները կիրառում են ենթագիտակցորեն, իսկ մեծերը մտածված, պլանավորված։ Այս մեթոդը գրպանահատի կամ աճպարարի դասական գործիքն է։ Մի ձեռքով շեղում ես մարդկանց ուշադրությունը, մյուս ձեռքով կատարում հնարքը կամ գողությունը։ Խնդրում եմ հիշեք սա, երբ կլսեք լուրերով որևէ մի բանի մասին, ինչը էական մեծ նշանակություն չունի, սակայն ԶԼՄ-ները շատ մեծ ուշադրության են արժանացնում։